Ողջունում եմ բոլորին, անկեղծ ասած կսպասեի վերջում, բայց քանի որ ես չգիտեի, որ Իրինա Վիկտորովնան պետք է այսպիսի մոտիվացնող, սիրտ խոցող ու շատ հետաքրքիր ու իմ համար շատ արդիական թեմայից խոսար, ես կարծում եմ, որ այն թեման, որը որ հիմա ես պիտի խոսեմ, դա պիտի լինի տրամաբանական հաջորդականությունը Իրինա Վիկտորովնայի թեմային։ Ինչն է մեզ խանգարում, որ մենք այսօր չենք կարող անենք այն, ինչ որ արել են հաջողակ բիզնեսմենները, հաջողակ ստատուս կրող մարդիկ։ Իրականում մեզ խանգարում է վախերը։ Ինչքան էլ մենք ասենք, մենք վախկոտ չենք, մենք հասարակության կարծիքի չենք լսում, մեզ հետաքրքիր չի, սուտ է, մենք բոլորս էլ հոգու խորքում լսում ենք հասարակության կարծիքը, որովհետև հակառակ դեպքում եկեք ընդունենք, որ օրինակ մենք դուրս գալուց չենք մտածի, մենք ինչ հագնենք։ Մենք չենք մտածի, մենք մեր վարսերը ինչպես հարդարենք, սրանք տարական բաներ եմ ես ձեզ ասում, որ դուք հասկանաք, որ այսպես թե այնպես մենք բոլորս ունենք վախեր ու դա նորմալ է։ Դա մեր օրգանիզմի պաշտպանողական ռեակցիան է արտաքին աշխարհից։ Շատ աննորմալ կլիներ, եթե այդ վախերը չլիներ, բայց էլ ավելի աննորմալ է, երբ որ վախը կա ու մենք վախին փայփայում ենք, ասում ենք շատ լավ ես անում, վախի, չգնաս չառաջարկես այն մեկին, ինքը բոբոյա, քեզ կկծի, չգնաս այն մյուսին չառաջարկես, որտեվ այս պահին այն մյուսը կարգավիճակով քեզանից ավել է։ Օրինակ, դու դպրոցի սովորական աշխատող ես, դու իրավունք չունես տնօրենին առաջարկես բիզնես, որտեվ տնօրեն է ինքը, դու ով ես, որ կարողանաս դա առաջարկես։ Ու ինչ ենք անում մենք վախին, մենք սնուցում ենք մեր վախին, որ հետո այդ վախը ավելի մեծանա։ Բայց ինչպես կասեր իմ նաստավնիկը, վախը վախով է հաղթահարվում։ Ու եթե դուք չանեք, ես էլ ձեզ հետ իհարկե, չանենք քայլեր, որ մեր այդ վախը կուլ գնա, դա կկրի շարունակական բնույթ։ Ու ամենաահավորն այն է, որ ցանցային բիզնեսով զբաղվող մարդիկ, ովքեր որ ստարտ են տալիս ցանցային բիզնեսում, 99%-ը իրանք այդ վախը ունենում են։ Ինչի, որովհետև հիմնականում գալիս են այլ աշխատատեղերից, գալիս են ու որոշում են երկրորդ բիզնես զարգացնել, իրանք լսում են մեր հնարավորությունների մասին, իրանք ոգևորվում են, իրանք այսպիսի հավաքույթներին տեսնում են հաջողակ մարդկանց, մտածում են ինչով եմ ես պակաս, որ ես չեմ կարող լինել նրանց կարգավիճակում, բայց ինչ եմ անում ես, որ լինեմ նրանց կարգավիճակում։ Պատրաստ եմ անցնեմ այն ճանապարհը, ինչ որ անցել է նա։ Տես Անին շատ լավ խոսում է, Անին կամերան միացնում է ու արագ սթորի է անում։ Բայց ես չեմ կարա տենց անեմ։ Ես չեմ կարա Հասմիկի նման մոտիվացնող խոսք ասեմ։ Ուրեմն ես չեմ կարա լինեմ։ Տեսեք Իրինա Վիկտորովնան առանց թուղթու գրիչի վեր կացավ ու խոսեց համապատրաստից։ Ես չեմ կարա։ Կարող է ես թույլ եմ։ Իրականում եւս մեկ անգամ այս տարբերակով մենք սնուցում ենք մեր վախին, որովհետեւ ասում ենք չէ, իրանք ուրիշ են, իրանց մոտ ստացվել է, մեր դժվարությունները մերն են, մերը մեծ է։ Իմ երեխան անկարգ է, իմ երեխան գիշերները չի քնում, ես տանը կիսուր կեսրարի հետ եմ ապրում, հարմար չի, կենցաղային պայմանները հոգսերը շատ է։ Ես կարամ հիմա օրինակներ բերեմ ավելի ուրիշ կատեգորիաներից, բայց ես շեշտը դնում եմ կենցաղի վրա, որովհետև այստեղ կանայք են ու ապրում են մարդիկ ու հետո այս ձայնագրությունները լսվելու են նաև մեր խմբերում, մեծամասնությունը ընտանիքի տեր են ու մենք այն հասարակությունը չենք, որ մտածենք, ասենք, կարանք ճաշը չեփենք, զանգանենք կամ ռեկրուտինգ անենք։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, իրականում սրանք ապմասկեք են ընդամենը, հայերեն բառը չեմ հիմա հիշեմ, նույն հաջողությամբ դուք կարաք իդեալական կենցաղը համատեղեք նաև իդեալական ձեր գործի հետ, ընդամենը պետք է հասկանաք դա ինչպես անեք, սրա մասին կարճ կներկայացնեմ։ Հիմա մի բան, հասարակության կարծիքի հետ կապված, որպեսզի դուք հասկանաք, որ պետք չի վախին սնուցել, ուղղակի պիտի ընկալենք այն, որ բոլորը չեն կարա ձեր հետ լինեն համակարծիք, բայց նորմալ էլ չի, երբ որ ես բիզնեսից կարծիք հարցնեմ, օրինակ կառուցապատողից, օրինակ բժշկից, որովհետև եկեք ընդունենք, երբ որ մեր փորը ցավում է, մենք դեղը չենք գնում հարցնում մանկավարժից, թե ինչ դեղ խմենք, որ մեր փորացավը անցնի, մենք գնում ենք բժշկի, հետևաբար եթե դուք ուզում եք ցանցային բիզնեսում կայանաք, դուք պետք է լսեք այն մարդկանց կարծիքները, ովքեր որ բիզնեսում են գրանցել հաջողություններ, ոչ թե այն մարդկանց, որ գրանցվել են, մի հատ 9000 դրամի պատվեր են արել, հետո նստել են, սպասել են, տեսնեն ինչ կբացվի, երկնքից ինչ լույս կիջնի, որ իրանց կոդիտակ ավտոմատ մարդիկ գրանցվեն ու մտածել են, որ չի եղել, ուրեմն բիզնեսը չի աշխատում։ Ոչ թե մտածել, որ հարևանի աղբոր կնգա թորը ինչ կարծիք ունի այս բիզնեսի մասին, ոչ թե գնան, օրինակ, բոլորս էլ մեր ընտանիքներում ունենք շատ խելացի մարդիկ, ովքեր կարան
գաղափարներ ասեն, կարան մտքեր ասեն տարբեր բիզնեսներից, բայց ցանցային բիզնեսի հետ կապված չեն կարա բան ասեն։ Կարող է մեկը շատ լավ թխվածք է թխում, մեկը կարա շատ լավ աթոռ սարքի, բայց բիզնեսի մարդ չի, ինքը չի հասկանում հիմքը որն է սիծիվոյի։ Ու մենք գնում ենք իրանից որպես ընտանիքի խելացի մարդ, ասում ենք, արի ախպեր ջան, մի հատ մեզ կասես, տեսնենք բիզնեսը ոնց է աշխատում։ Ինքը կմտածի, կասի ենթադրությունը, մենք է կգնանք տուն, կասենք, այս հանճարեղ մարդն ասել է, որ Հայաստանում Ֆաբերլիկը լճացած է։ Ցավում եմ, եթե նման կարծիք ունեք, Հայաստանում Ֆաբերլիկը լճացած չի։ Ես ամեն օր on-line հարթակում ունենում եմ գրանցումներ, մարդիկ իրանք են գրում, որ ուզում ենք միանանք բիզնեսին։ Ոչ թե ուզում են ապրանք առնալ, ուզում են միանալ բիզնեսին։ Թե նրանցից քանի տոկոսն է կարողանում հետո աշխատի բիզնեսում, դա արդեն այլ հարց է։ Բայց մարդիկ ցանկություն ունեն, որովհետև լսել են մեծ փողերի մասին, որովհետև հիմիկվա երիտասարդությունը ուզում է լինի ժամանակի մեջ ազատ, բայց կարողանա շատ փող աշխատի։ Իսկ եթե դուք սահմանափակվեք նրանով, որ պիտի առավոտը գնաք աշխատանքի ու երեկոյան գաք ու մտածեք, որ սա նորմալ է, ոչինչ, թող ինձ 200, 300, թող 500,000 տան, բայց ես իմանամ, որ դա ստաբիլ գալիս է, սա էլ արդեն վախի մեկ այլ տեսակ է, որ դուք ուղղակի ներքուստ պատրաստ չեք այդ ազատությանը, դուք սովորեք, որ ձեզ ինչ-որ մեկը պիտի անընդհատ ասի դուք ինչ անեք, իսկ ցանցային բիզնեսում ձեզանից յուրաքանչյուրը, ինչպես նաև ես եմ ընտրում, որ մեթոդով աշխատեմ, որ ռեկրուտինգով աշխատեմ, ինչքան ժամանակ աշխատեմ ու ինչպես աշխատեմ։ Նաստավնիկը կարա մոտիվացիա տա, ու նաստավնիկին պետք է լսել, որտեղ նաստավնիկն արդեն այդ ճանապարհով անցել է։ Այն սխալները, որը որ նա թույլ է տվել, որը որ արդյունք չի տվել, նա ձեզ հետ կիսվելու է, բայց աշխատանքի մեթոդը ամեն մեկին է, ինդիվիդուալ է։ Ինչքան էլ ես հիմա փորձեմ ձեզ ներկայացնել, որ on-line հարթակը սուպեր է, հիմա դարը on-line է, պետք է բոլորդ լինեք on-line-ում, կա տեսակ մարդու, որ ինքը սիրում է off-line-ը, ու ինքը կարա off-line-ում լինի, ոնց որ ձուկը ջրում։ Ես չեմ կարա off-line-ում լինեմ ձուկը ջրում։ Ես կարամ խորհուրդ տամ, ինչպես on-line-ում լինել, իդեալական, բայց պետք չի տեխնիկական հարցերը մտածել, որ նաստավնիկս այսպես արես, սպասի ես արագ-արագ սենց անեմ։ Դուք կարաք բոլոր մեթոդները փորձեք եւ ընտրեք այն մեթոդը, որը որ ձեզ ավելի հարազատ է։ Վախի մյուս տեսակն է, որ ես չեմ կարա ապրանք վաճառեմ, ես վաճառքանող չեմ, ես չեմ կարա այս գործը զարգացնեմ։ Եթե ձեր մեջ կան մարդիկ նստած, ովքեր մտածում են, որ մենք հիմա հասել ենք այս կարգավիճակին զուտ նրա համար, որ մենք ֆուրերով ապրանք ենք վաճառել, սխալվում եք։ Ցանցային բիզնեսը ինքը չի ենթադրում ապրանք վաճառել։ Ցանցային բիզնեսը ենթադրում է խորհրդատվություն, որի միջոցով մարդը իր անձնական էջով կգնի ապրանքը ուղիղ արտադրողից։ Սա շատ կարևոր է, որովհետև հասկանում եմ, որ սրանից մի 15-20 տարի առաջ, նույնիսկ հեռավոր 90-ականներում մարդիկ տոպրակներով ապրանքը տարել են, դպրոցներ, մանկապարտեզներ, համոզել են, որ մարդիկ գնեն, ու այդտեղից կարծիք է ձևավորվել, որ հա, Ֆաբերլիկ, հա ուրեմն պիտի ապրանք վաճառենք, չենք ուզում։ Այսօր Ֆաբերլիկն ունի այնքան ապրանքատեսականի, որ Հայաստանի մասշտաբով ամենաիդեալական ցանցային բիզնես ստեղծելու հնարավորություն տրվող ֆիրման է, որովհետև դուք լիարժեք կարաք չվաճառեք եւ ունենաք արդյունք։ Վառ օրինակ, երեք ես հակել էի Ֆաբերլիկի տաբատը։ Լիքը մարդիկ այստեղ օգտվում են բադերից, կոսմետիկայից, մաշկի խնամքից, նույնիսկ մի կատալոգ դուք ստիպված եք վերցնել կոսմետիկա, մյուս կատալոգում կարող եք հարմար տան համար ինչ-որ մի բան վերցնել ու դա անձնական օգտագործման համար վերցնելով ստեղծել բիզնես։ Ու մի մտածեք, որ երբ որ դուք մարդուն առաջարկում եք, դուք մարդուն զզվացնում եք։ Շատ սխալ է, որովհետև այդ կերպով դուք չեք կարող ձեզ ցույց տալ։ Բա որ ձեզ ցույց չտաք, դուք ո՞նց եք մարդ գրանցելու։ Եթե մարդը չգիտի, որ անին զբաղվում է Ֆաբերլիկում, ով ասե, որ պիտի ինքը նստած տեղը տուփը որոշի, որ պիտի զանգի անին, ասի անի ջան, ինձ կգրանցես Ֆաբերլիկ։ Ես ինձ որ ցույց չտամ, ես որ չասեմ ժողովուրդ, ես Ֆաբերլիկով եմ զբաղվում, ես բիզնես եմ զարգացնում։ Նոր եկա անծանոթ մարդը, որը որ տեսնում է on-line հարթակը, որը որ իմ հետ առիթի ա եղել, որտեղից պետք է իմանա։ Եթե ես մտածեմ, որ ես պիտի իմ առաջարկով մարդուն զզվացնեմ, դե իհարկե չեմ առաջարկի։ Իսկ ես այդպես չեմ մտածում։ Ես միշտ եմ սա ասել, ես տալիս եմ մարդկանց հնարավորություն։ Ես կարող եմ հիմա վառ օրինակ բերել Սոֆային, իմ ամենաառաջին գրանցված մարդն է։ Արագած գալու ճանապարհին ես նորից իրան ասեցի. նույն հնարավորություններն ունեինք իրականում, Սոֆայի հնարավորությունները մի բան էլ ավելին է, որովհետև այնքան մարդ ինչքան ճանաչում է Սոֆային, օֆլայն տարբերակում ինձ չէին ճանաչում։ Ինքը կարող հիմա լիներ նույն իմ կարգավիճակում։ Ինչի չեղավ, որովհետև վախերը Սոֆային կուլ տվեցին։ Որտեվ Սոֆան մտածում էր, ու Սոֆայի նման եղեք, Սոֆան հեչ չեմ ասում ու Սոֆային։ Սոֆայի նման լիքը մարդիկ մտածում են, որ եթե դուք առաջարկ եք անում,
կախված եք իրանցից, դուք իրանց զզվացնում եք, չէ, ես տալիս եմ հնարավորություն, օգտվեք, փոխեք ձեր կյանքը, չէ, ստիպված եք լինելու ամբողջ կյանքը աշխատել ուրիշի երազանքներ իրականացնելու համար։ Այստեղ պետքա ցիտեմ հայտնի անեկդոտը, նոր անցնեմ առաջ։ Հիմա շեֆս մտնում է գործի տեղ, ու քարտուղարուհուն ասում է, դուք պետքա լավ աշխատեք, որ ես գնեմ իմ հերթական Lamborghini-ին։ Նույն պատմությունն է։ Ու եթե մտածում եք, որ ցանցային բիզնեսը սա է, ուրիշ տեղ չկա, ես ձեզ կարամ հիմա բազում օրինակներ բերեմ, այսօր բոլոր խանութները, մանկապարտեզները, դպրոցները, բոլոր հիմնարկները նստած են ցանցային բիզնեսի սխեմայի վրա։ Տեխնիկայի խանութի աշխատողը քեզանից օգուտ ունի, որ դու իրանից արես։ Եթե այդ օրվա գործարք իրականացնողն ինքն է, 5000 դրամ ինքը դնում է իր գրպանը։ Դպրոցում շատ աշակերտ եկավ, շատ փող է գալի, ֆինանսը շատ է գալի, մանկապարտեզներն աշխատում են քանակի վրա։ Ինչ նշանակում վախենում եմ ցանցային բիզնեսից, առանց հասկանալու ավտոմատ սալոններից բռնած, ցանկացած ամենասովորական մթերային խանութից վերջացած բոլորի հիմքում բիզնեսի գաղափարն է։ Ու մի կարևոր բան էլ վախերի հետ կապված, ամենատարածվածը, երբ որ մենք նստում ենք ընկերական շրջապատում, շփվում ենք մեր ծանոթների, ընկերների հետ, երբ դուք խոսում եք վեհ գաղափարներից, իմ սիրած արտահայտությունը, բոլորը ձեզ ծափ են տալի, որտեղ դուք ընդամենը խոսում եք։ Հենց դուք փորձեցիք քայլ անեք, որ ձեր ընկերական շրջապատից դուրս պիտի հանեք, անեք գործողություն, որը այդ շրջապատի ստանդարտների մեջ չի մտնում։ Ես հələ դեռ չեմ ասում, որ ձեր արած գործողությունը կտա հաջողություն, ավտոմատ դուք դուրս եք, չեմ ըղվում այդ շրջապատից։ Ինչ պիտի անեն իրանք, որ ձեզ հետ բերեն։ Մի արա, պետք չի, չես կարա, ես տարբերվում, մի գնա այս ինչ տրեյնինգը լսելու, մի գնա այս ինչ բիզնես հանդիպմանը, արի իրար հետ գնանք սուրճ խմենք, արի իրար հետ գնանք զբոսնելու։ Ինչի, որովհետև շրջապատը չի սիրում, երբ որ իր անդամներից ինչ-որ մեկը տարբերվում է իրանից։ Ու մանավանդ եթե տեսնում են ձեր մեջ այդ պոտենցիալը, պիտի ամեն ինչ անեն, որ դուք այդ շրջապատից դուրս չգաք։ Որովհետև մարդկանց մեծ մասը ինքը գտնվում է միջին հարթության վրա, նույն մակարդակի վրա, ու երբեք հաճելի չի, երբ որ դու տեսնում ես այս մարդու հետ գտնվում ես նույն հարթության վրա, մեկ էլ հոպ այդ մարդը քեզնից մի գլուխ ավել առաջ գնաց։ Դու գիտես, որ դու հավես չունես հասնես իրան, ցանկություն չունես, քեզ նեղություն տաս, ուտքի կոմֆորտ է, չէ՞։ Ոչ մի բան չանելը, դիվանին պարկել, սերիալ նայելը։ Այդ մարդուն դա դուր է գալիս, ինքը չի ուզում ավել գործողություն անի, ինչ պիտի անի, հո չի գալու հասնի քեզ, պիտի քեզ հետ բերի այդ հորձանուտը, պիտի բերի հավասարացնի նորից իրար, դու էլ մտածես, որ քո ընկերը ճիշտ է ասում, որ ասում է մի զբաղվիր ցանցային բիզնեսով, ու սա ընդհանրապես ցանցային բիզնեսն էլ հələ մի կողմ, առհասարակ ինչ որ նոր գործով զբաղվելու համար միշտ առաջին քննադատողը լինում է մեր մոտ մարդը։ Սկսած ընտանիքի անդամից, վերջացրած հեռու բարեկամից։ Երբ որ մենք նեղանում ենք, որ մեր բարեկամների մեծ մասը մեզ չի սկսում բիզնես զարգացնել, մենք ընդամենը պիտի հասկանանք, որ իրանք ուղղակի պատրաստ չեն անեն այն գործողությունները, որոնք որ դուք եք անում։ Բայց դա չի նշանակում, որ դուք սխալ եք անում, որովհետև կանցնեն տարիներ, երբ որ դուք այս գործում կկայանաք, նույն բարեկամները իրանք են առիթ ման գալու, որ ձեզ հետ շփվեն։ Նույն ընկերները իրենք են առիթ հանդիսանալու, որ ստեղծելու, որ դուք իրենց հետ շփվենք։ Ու մի բան էլ, պետք չի մերժումները ծանր տանել, մերժումները նորմալ է, մերժումները մեզ կոփում են, եթե մերժումներ չլինի, անձնային աճել չի լինի։ Մերժումների հետ կապված դուք ընդամենը, ես կասեմ այսպես, եթե շատ եք ստանում մերժումներ, դուք ուղղակի այն կարևոր հարցերին չեք պատասխանել ձեր դիմաց կանգնած մարդու, որովհետև դուք պետք է հասկանաք իր ցավոտ տեղերը։ Դուք պետք է հասկանաք ինքը ինչ է ուզում։ Եթե ինչ-որ մեկի երազանքն է ճամփորդել ու դու իրան համոզում ես, որ դու պիտի տուն առնես, որտեղ դու վարձով ես ապրում, ինքը չի անել, որտեղ իրան օքեյ է վարձով ապրել, ինքը երազում է երկիր տեսնի։ Եվ այսպիսի բազում օրինակներ։ Կամ չհասկացավ ինչ եք առաջարկում, որը շատ հաճախ է լինում, որտեղ մենք սկզբից խոսում ենք մարքեթինգային տերմիններով, մարդու ուղեղը կախում, ասում ես ինչ է խոսում, ես չեմ հասկանում, ես ուր եմ եկել։ Չի հասկանում, ասում ավելի լավ է ոչ մտնեմ, ոչ էլ ուղեղս ծանրաբեռնեմ։ Առարկումներին չենք տիրապետում, ասում է չէ, չեմ ուզում, ասում եմ լավ, դու չես ուզում, բարի ճանապարհ, բայց խի չի ուզում։ Այդ ով չի ուզում։ Բերեմ օրինակի իմ վրա, էլի 3 երեխայի մամա լինելով, օրական անկեղծ ձեզ ասեմ, մոտ 3 ժամ աշխատելով, ես այսօր վաստակում եմ ամսական ավելի շատ, քան ցանկացած ատեստացիա անցած ուսուցչի ամենաբարձր աշխատավարձը Հայաստանում։ Ով չի ուզի։ Խելքներից պակաս չեն, հո իրանց խերից փախած չեն, որ չուզեն։ Ուղղակի չեն հասկանում, ուղղակի ասում են չենք ուզում, մենք էլ չենք երկարացնում։ Ես այսպես եմ աշխատում, ես չեմ մտածում, որ եթե ես շարունակում եմ զրույցը, ես դրանով մարդու ուղեղը կախում եմ։
Չէ, ես իմ միտքը պետք է ավարտին հասցնեմ, որ ինքը հասկանա, որ այնպես չի, որ ինքը ասեց չէ ու ես հավատացի։ Ես ուղղակի կարամ աշխատանքի այս մոդելը առաջարկեմ նրան ու ցույց տամ, որ դու կարաս քո կյանքը փոխես, իսկ եթե դու չես ուզում փոխես, ինչպես ասեց Իրինա Վիկտորովնան, ուրեմն ամեն ինչ քեզ օքեյ է։ Դու կարիք չունես փոխել, դու արժանի ես մի բաներ։ Ու իմ սիրած արտահայտություններից մեկը ընդհանրապես մենք ոչ մեկս ծառ չենք։ Եթե ինչ բանը մեզ դուր չի գալի, մենք կարանք վեր կենանք, փոխենք մեր ձեռքերում այդ ամեն ինչը։ Մեզ դրա համար ոչ մեկ չի կծելու, ոչ մի բան չի ասելու, մենք այն դարում ենք ապրում, հիմա որ 1000 ու մի մեթոդ կա ռեկրուտինգ անելու։ Պետք է ուղղակի մեզ հարմար ձևը մշակենք, մեզ հարմար մոտիվացիան գտնենք ու սկսենք աշխատել ու չմոռանալ, որ իրականում հիմա գուցե շատեր զարմանաք, բայց ես եկել եմ այն եզրահանգմանը, որ մեր աշխատանքում մոտիվացիան այնքան կարևոր չի, ինչքան դիսցիպլինան։ Եթե դու գիտես ինչ ես անելու, հոգնած ես, լացդ գալիս է, 10 հատ մերժում ես ստացել, արդյունքներդ մաքրի, վեր կաց ունին գործողություն նորից արա։ Մի տարի հետո դու տեսնելու ես արդյունք։ Իսկ եթե նստես սպասես, տեսնես տանստավնիկը երբ հազանգելու քեզ ծապ տա, ոգևորի ասի վեր կաց աշխատի, դա քեզ պետք է, գուցե նաստավնիկը տա զբաղված է կամ ինչ-որ մի հատ ուրիշ հարց ունի, կամ գտել է ինչ-որ մեկին, ով ավելի արագ է աճում, նրա վրա ժամանակը ծախսում։ Դուք չպետք է սպասեք մինչև ձեր նաստավնիկը ձեզ դրթի։ Նաստավնիկը կարա լինի լավ մոտիվատոր, կարա խորհուրդ տա, կարա ուղղության վրա դնի, բայց ձեր փոխարեն ամեն օր չպետք է զանգի դրթի, որ դուք աշխատեք, դուք ձեր դիսցիպլինան պիտի պահեք, չեք կարող դիսցիպլինան պահեք, մի հատ տեխնիկայում ասում ու սրանով եզրափակում ենք։ Գոյություն ունի բուդիլնիկ, զարթուցիչ, գրում եք ինչ պիտի անեք, զանգը դնում եք, ծնգած, ինչ ուզում եք այդ պահին արեք, թողնում եք, գնում եք այդ գործը անելու։ Ու մի մեթոդ, որպեսզի հասկանանք դուք իրականում ճիշտ եք աշխատում, թե չէ։ 2 ժամը մեկ դնում եք զարթուցիչ, հենց ծնգումա հետ եք նայում, անցած 2 ժամվա մեջ ինչ եք արել դուք։ Ու եթե դուք այդ 2 ժամվա մեջ ընդամենը մի տան ճաշ եք եփել, վերանայեք ձեր գործողությունները, որովհետև իրականում դուք մի բան սխալ եք անում։ Նորմալ չի 2 ժամվա մեջ մի ճաշ եփելը։ Շնորհակալություն, աջակցություն։ Որ անգալիստեր երկրորդ վարիկում գրասենյան, արագ շտապելով, դեր ապրում են մեկ ընտանիքում, որ հետ են ճաշ եվելու մասին մի ամրոցոցեցին անիմեն, բայց ես մեկ ընտանիքում եմ ապրում, այսօր ես հիացած եմ ապրել, ես որպես տնօրեն ուրախ եմ, որ ես հասել եմ այս արդյունքի, որ դու կարողացել ես գտնել ճիշտ ճանապարհը, այդ միակ հարցում եմ, մեր աշխատանքի ընթացքում, երբ որ ես քեզ սովորացրել եմ քո գործունեությանը չկոտրվել և հաղթահարել բոլոր տեսակի վախերը։ Հիմնականում ինչն է բերել քեզ այն կետին, որ դու կարողացել ես հաղթահարել կամ մեր աշխատանքի ընթացքում ինչն է քո համար այնքան ազդեցիկ եղել, որը քեզ թույլ է տվել, որ դու սովորես, կրթվես, հաղթահարես, արագությունները ճիշտ սխալից տարբերես, այդ երկու բառով ուզում Իմ խմբի աղջիկները գիտեն, որ ես միշտ ասում եմ, եթե դուք նույնիսկ ցանցային բիզնեսում գումար չեք վաստակում, դուք այսպես թե այնպես շահած եք դուրս գալիս այս բիզնեսից, որովհետև այն տրեյնինգները, այն վիդեո դասերը, որոնք որ մենք նայում ենք, այն անձնային աճը, որը լինում է այստեղ, ուրիշ ոչ մի աշխատանքում չի լինում։ Ես ուղղակի մի պահ շատ շփվելով ինձանից ավելի բարձր ստատուս ունեցող մարդկանց հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ որ ընդհանրապես ստատուս չունեի, երբ որ ես հասկանում էի իրանք ինչից են խոսում ու միշտ Ավագյան Լիլիթը ու իրանց մաման ասում է, որ ես միշտ սուս լսում եմ Հասմիկը ինչ է խոսում, ես մի պերիոդ մենակ լսում էի, որպեսզի հասկանամ ինչ են խոսում իրանք, ինչ թեմաներ է քննարկվում։ Ես եկա այն կարծիքին, որ եթե դու ուզում ես այս գործում աճես, դու չպիտի նստես, սպասես, տենաս երբ է հաջողությունը գալիս, մի փոքր դու պիտի քո վրա աշխատես ու մինչև օրս անգամ ես չկա այդպիսի մի շրջան, չնայեմ նոր դասընթացներ։
չմասնակցեմ նոր վճարովի դասընթացների։ Սա ուզում եմ անպայման նշեմ, որովհետև շատ ժամանակ, երբ որ մենք անգամ 2000 դրամանոց տրեյնինգ ենք դնում ու հրավիրում ենք խորհրդատուներին, իրանք մտածում են, ես 2000 դրամ ծախսել եմ, տենաս ինձ ի՞նչ նվեր է տալու ֆիրման գամ, թե չգամ։ Երեխեք ջան, տարվա մեջ 2-3 անգամ շատ մեծ գումարներով ես վերցնում եմ դասընթացներ։ Ու դա տալիս եմ իմ թիմին։ Դրա համար ես չեմ ամաչի ասեմ, որ կան բաներ, որ այս պահին իմ թիմի անդամները գիտեն, որ մնացածը չգիտեն, բայց նաև կասեմ, որ իրանք դա եթե չօգտագործեն, իրանք չեն կարող այդ հաջողությունները գրանցել, որովհետև դու բացի այն, որ տեսականը վերցրես, դու պիտի պրակտիկայում կարողանաս դա կիրառես։ Անձնային աճը բերում է շատ դասընթացների մասնակցելը, քեզանից ավելի հաջողակ է, ասես դες հələ ոչ մի բան իրականում չեմ արել։ Ինչքան մարդ գիտեք, որը որ ձեր սիրելի ոլորտում կայացած է, իրանց հետ պետք է շատ շփվել, որտեղ իրանք տալիս են գաղափարներ, իրանք խոսքի մեջ էլ անգամ գաղափարները հնչում է։ Ուղղակի պետք է սպունգի պես վերցնել, վերամշակել ձեր տեսակին, աուրային համապատասխան ու գտնել ձեր նման մարդկանց։ Իսկ թվում է դա։ Շնորհակալություն։